Ողջույն, Ռեալ Պոլիտիկն է եթերում եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Ներքին քաղաքական կյանքում կարծես թե հանդարտ վիճակ է, փոխարենը արտաքին քաղաքական դիրույթում բավական աշխուժ զարգացումներ են սկսվել։ Խոսքը անցյալ շաբաթ Մոսկվայում Կրեմլում ստորագրված այն համաձայնագրի մասին է, որին միացան Ղազախստանն ու Բելարուսը, Եվրասիական տնտեսական այդ գոտու ստեղծման մասին է խոսքը, եւ այն նպատակների, որոնք ընդհանրապես Ռուսաստանը ունի Եվրասիական տարածաշրջանում, առավելապես կենտրոնանալով հետխորհրդային սատելիտների հանրապետությունների վրա։ Այ ինչ հեռանկար եք դուք տեսնում Հայաստանը, որը բոլոր տեսակի կապերով կապված է Ռուսաստանին, ընտրության հնարավորություն կունենա արդյոք այս փուլում օրինակ մերժելու Ռուսաստանին կամ այն գիծը, մագիստրալ գիծը, որ այսօր գոնե հռչակված է դեպի Եվրամիություն, կարող է ինչ-որ պահի կանխակայվել, ընդհատվել եւ մենք մեր զարգացման այսպես էլի ուղղությունը վեկտորը փոխենք դեպի հյուսիս, դեպի Մոսկվա։ Այդ հարցին պատասխանելու համար պիտի նայվի, թե որ ոլորտներն են, որոնք առաջիկայում կարող են Հայաստանին ապահովել նյութական բարիքներ, բարեկեցություն եւ առաջընթաց։ Ես անձամբ կառանձնացնեմ դրանցից 3-ը։ Առաջինը դա Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է, ինչը մենք գրեթե չենք օգտագործում։ Երկրորդը դա նոր տեխնոլոգիաների վրա հիմնված ծանր արդյունաբերությունն է, ի նկատի ունեմ մետալուրգիա, քիմիա, գործիքաշինություն, շինանյութերի արդյունաբերություն, եւ երրորդը դա թեթև արդյունաբերությունն է, կոշկագործություն, տրիկոտաժեղեն, վերջինս նաեւ մեծ թվով կանացի աշխատատեղեր է ապահովում, ինչը շատ կարեւոր է վերջին շրջանի մեր դեմոգրաֆիկ զարգացումների համար։ Ինչի նկատի ունեմ աշխարհաքաղաքական դիրքի ճիշտ չօգտագործում ասելով։ Ես հարգանք ունենալով զարգացած գյուղատնտեսական տնտեսություն ունենալու խնդրին, միևնույն ժամանակ համոզված եմ, որ 1 հեկտարից 40,000-ից մինչև 400,000 դրամ եկամուտ ստանալով չի, որ այս երկիրը պիտի հարստանա։ Մեր տարածքը խաչմերուկ է եւ այստեղի հողը շատ ավելի մեծ օգուտներ կարող է բերել։ Ի նկատի ունեմ ճանապարհները, երկաթգծերը, գազամուղերը, նավթամուղերը, ռազմավարական հենակետերը, այստեղ նաև ռազմական նշանակության ռադիոլոկացիոն կայանները սովորական եւ արբանյակային, արագացուցիչներ եւ այլն, որոնք լուրջ փողեր կարող են բերել երկրին։ Ինչու այդ գործընթացները հիմա Հայաստանում տեղի չեն ունենում։ Մի պարզ պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերը մեզ համարում է իր ֆորտպոստը։ Իսկ ֆորտպոստ ինքնին նշանակում է եզրային հենակետ, փակուղի, որտեղից որևէ տեղ չեն գնում եւ որտեղ թափանցել հնարավոր չի։ Եվ այդ փակուղին մեր ռազմավարական գործընկերը միշտ պահելու է, որովհետեւ ֆորտպոստի կորուստը նշանակում է սեփական սահմանների ավելի կենտրոնին մոտեցում։ Եվ դրանից ելնելով մեր հետ կապված խնդիրները միշտ մնալու են չլուծված, որովհետև դա ձեռնատու է ֆորտպոստատիրոջը, այստեղի նկատի ունեմ նաև Ղարաբաղի հիմնահարցը։ Եվ այս առումով մենք փակ ենք աշխարհի համար։ Կան երկրներ, որոնք կուզենային, որ այդ ֆորտպոստը վերածվեր խաչմերուկի, բացի մեզանից հայերից, որ սահմանները բացվեին, որ մարդիկ կարողանային գնային գային։ Իհարկե կան նման երկրներ։ Եվ այստեղ առաջին հերթին արևմուտքն է, իսկ արևմուտք ասելով ամենահիմնականը ի նկատի ունեմ Միացյալ Նահանգները։ Ինչու՞։ Հենց սեփական շահերից ելնելով, որովհետև շատ անիմաստ է աջ ձեռքով ձախ ականջը ծոծրակից կորելը։ Մանավանդ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակներից ելնելով, երբ ռազմավարական գործընկեր Իսրայելին օգնության խնդիր կա, իսկ Թուրքիան որոշակի խնդիրներ է ստեղծում, եւ կա Իրաքի խնդրեմ, որտեղ Հայաստանը օդային ուղիղ կապով ընդամենը 300 կիլոմետր հեռավորության վրա է, որտեղ կա Աֆղանստանի խնդրեմ, որտեղ կա Իրանի հետ աշխատանքի խնդրեմ,
Եվ այս առումով միանշանակ Միացյալ Նահանգները մեծ գումարներ է կորցնում այս խնդիրները լուծելու համար տարբեր ճանապարհներով շրջանցելով այս տարածքը։ Մենք էլ ենք կորցնում, եւ մենք էլ ենք կորցնում, եւ ինքը շահագրգռված է, որ այս խնդիրը լուծվի։ Այս խնդրի լուծմանը շահագրգռված է նաեւ ամբողջ Եվրոպան, որովհետեւ ինքն ուզում է ալտերնատիվ էներգոկիրներ ունենա Ռուսաստանից անկախ, դրանով իսկ իր քաղաքական անկախությունը ավելի ամրացնելու առումով։ Եվ այս առումով խաչմերուկ թե փակուղի ես միանշանակ խաչմերուկի կողմնակից եմ։ Եվ այստեղ եմ տեսնում Հայաստանի ապագան եւ այս տարածքով անցնող գնացվող գումարներն են, որ կաշխուժացնեն Հայաստանի կյանքը ու նրան կբերեն ապահովություն։ Ավելին, նույնիսկ խաղաղության ապահովման համար խաչմերուկը շատ ավելի վստահելի է, որովհետեւ խաչմերուկից օգտվում են բոլորը։ Իսկ Ֆորտպոստի պարագայում տեսնում են սահման, որը իրենց խանգարում է ինչ-ինչ գործողությունների եւ ինքնին հենց փակ սահմանը հղի է պատերազմով։ Անդրադառնամ երկրորդ խնդրին, արդյունաբերությանը։ Այստեղ Հայաստանը ունի նյութական ռեսուրսներ, թե մետալուրգիայի, թե մնացած ոլորտների համար, որ թվարկեցի, եւ աշխարհում կան շատ մերձ, լուրջ ճանաչված ընկերություններ, որոնք հաճույքով կմասնակցեն Հայաստանի արդյունաբերության ոլորտում, մասնավորապես մետալուրգիայի ոլորտում, մեծ ներդրումներ անելով եւ լուրջ աշխատատեղեր ապահովելով։ Բարեբախտաբար Հայաստանի Հանրապետությունը ունի նաեւ հնարավորություններ իր հանքահունքային ռեսուրսներից լիցենզիա տրամադրել այդ ճանաչված ընկերություններին, բայց այդ ընկերությունները չեն գալիս Հայաստան։ Ու չեն գալիս մի պարզ պատճառով, անկախ նրանից ինչքան էլ մենք մեր անկախության 20-ամյակ ենք նշում, ներկայանում ենք որպես անկախ պետություն նախագահով ու դրոշով, միևնույն է, իրենք մեզ նայում են Ռուսաստանի մի ինչ որ որպես Ռուսաստանի գավառ։ Եվ այն բոլոր արատները, որոնք հատուկ են Ռուսաստանին, նրանք ուղղակի հասկանում են, որ դրանք միանշանակ այո, եւ այն բոլոր արատները, որոնք հատուկ են Ռուսաստանին, իրենք դա տեսնում են նաեւ Հայաստանի մեջ։ Այսինքն տեսնում են մաֆիա, տեսնում են ֆիզիկական վտանգ, տեսնում են դատարաններով չապահովված իրավունքներ, տեսնում են կոռուպցիա։ Եվ դրա համար չեն գալիս Հայաստան։ Նույնն է վիճակը նաև թեթև արդյունաբերության ոլորտում։ Վերջին շրջանում ես շփվել եմ իտալական ճանաչված կոշկագործական ընկերություններից մեկի, Ֆաբի ընկերության ներկայացուցիչների հետ, եւ իրենք խոստովանել են, որ հայերը հրաշալի կոշկագործներ են, որ իրենք իրենց ընկերությունում ունեն հայ կոշկի թե մոդելյորներ, թե կոշկակարներ ու կոշկագործներ։ Բայց իրենք չեն գալիս Հայաստան, որովհետև Հայաստանը տեսնում են որպես Ռուսաստանի որևէ մաս։ Նույնն է աշխարհարչակ Adidas ընկերության հետ, որը իր հագուստեղենի մեծ մասը արդեն կարում է Մալազիայում։ Չասեմ մեծ մասը, բայց 40%-ից ավելին։ Ու խնդիրը նրանում չի, որ Մալազիայում ավելի էժան է վճարում այդ հագուստը կարող կնոջը, քան այստեղ Հայաստանում են վճարում։ Բացարձակ է այդպես չի։ Եվ Հայաստանում կա այդ մասնագիտական բազան, որ կարող են դա անել, բայց չեն գալիս մի պարզ պատճառով, որովհետև սա դիտում են որպես Ռուսաստանի մաս։ Հետևաբար, թե տնտեսական առումով, թե աշխարհաքաղաքական առումով, թե զարգացման առումով մենք պիտի հնարավորինս հեռու մնանք պրոսովետական նախկին մերձեցումներից, որը որևէ տեղ մեզ չի տանում։ Դժբախտաբար այդ երկրները, որոնք իրար միացել են, իրենք էլ ունեն նույն խնդիրները, ինչ որ մենք ունենք, բայց իրենք ունեն հանքահունքային ռեսուրսների ավելի մեծ պատճառ եւ հնարավորություն ունեն իրենց այդ ճոխությունը դեռ մի քանի դեպքեր այդ խնդիրների արկայությունն է նաեւ նրանց ընդհանրության այսպես։ Այո, ավելին այդ երկրների ղեկավարները նախ իրար մեջ դեռ վիճում են, թե ումն է այդ գաղափարը, եւ առ այսօր որևէ մեկը դեռ կոնկրետ չի էլ ներկայացրել, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ ընկերակցությունը, իսկ այստեղ որոշ քաղաքական ուժեր արդեն կռվում են, թե մենք առաջինը պիտի ամրագրվենք դրան։ Ես հասկանում եմ, որ մոտեցումը, որ ես ներկայացրեցի, քաղաքական առումով, քվեների առումով կարող է ոչ շահեկան լինել։ Ես հասկանում եմ, որ հասարակության մի ստվար զանգված չի կիսի իմ մոտեցումները եւ դա շահեկան էլ չի նման քաղաքական տեսակետներ ասելը, բայց ես նաև համոզված եմ, որ այն ինչ որ ասվեց մտածելու եւ խորհելու, խնդիրը առաջացնելու, ինչը համարում եմ շատ կարևոր։ Ասացիան Բելարուսում ընդդիմությունը անժամկետ բողոքի գործողություններ է սկսել այս նախաձեռնության դեմ, Բելարուսի այդ միությանը միանալու այդ դրված ստորագրության դեմ։ Կարող ենք ակնկալել, որ երբ Հայաստանը հայտ ներկայացնի միանալ այս միությանը, Հայաստանում եւս ձեր կուսակցությունը գոնե հրապարակավ ուրեմն կնդվզի եւ դեմ հանդես կգա։
Ես նախ համոզված եմ, որ Հայաստանը չի գնա այդ քայլին։ Վերջին շրջանի հայ իշխանությունների գործունեությանը հետևելով, երկրորդ ոչ միայն մեր կուսակցությունը, այսինքն Հայաստանը կմերժի Ռուսաստանին։ Ռուսաստանը ներկայապահին չի դրել այդպիսի խնդիր, որ պարտադիր թող Հայաստանը մտնի։ Ռուսաստանն ասում է, որ ով ցանկանում է մտնել, շատ լավ կլինի, որ մտնի, բայց նման խնդիր դրված չի։ Այդ որոշ քաղաքական գործիչներ են, որ ասում են հիմա ինչքան շուտ ենքան լավ ու նման տեսակետներ են հայտնում։ Նման պարտադրանք դրած չի, իսկ նման պարագայում այսօրվա գործող իշխանությունը այնքան էլ չի շտապի նման քայլեր անելու համար, իսկ եթե կփորձեն նման քայլեր անեն ու ես ավելի լավն եմ մտածում իրենց մասին, քան իրենք կան ու իրենք ավելի քիչ են գնահատում մեր անկախությունը, քան ես եմ մտածում, որ իրենք պիտի գնահատեն, այդ դեպքում ոչ միայն մեր կուսակցությունը, ես համոզված եմ, որ այս առումով ստապ մտածելակերպ ունեցող մարդիկ մեծամասնություն կլինեն եւ փողոց դուրս կգան։ Պարոն Սարգսյան, չեմ կարող չհարցնել, թե այն հանդարտ քաղաքական վիճակը եւ քաղաքական օրակարգ ձևավորելու մենաշնորհը ունենալուց հետո, երբ գործընթացները տեղափոխվել են ավելի ներիշխանական, այսպես տիրույթ, ներիշխանական դաշտ, ինչպիսին է գնահատում ընդհանրապես ընդդիմադիր ուժերի հնարավորությունները, անելիքը, հատկապես այ միջև տարեվերջ եւ տարեվերջից նոր տարուց սկսած, ինչ ծրագրեր եք պատկերացնում Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցություն լինելով, այ ինչպես եք պատկերացնում եւ որտեղ եք տեսնում անելիքը։ Ասեմ, որ հասարակական լայն զանգվածների շրջանում հիմնական հարցը, որ այսօր դրվում է ընդդիմադիր գործունեության շուրջ, հետեւյալն է՝ հերթական ընտրություններ թե արտահերթ։ Ես համարում եմ, որ 5 ամիս առաջ հերթական ընտրություններից խոսելը աննպատակահարմար է։ Եվ Հայաստանի նման երկրում այդ 5 ամսվա մեջ ցանկացած գործունեություն կարող է բերել նախագահի հրաժարականի, կարող է բերել իշխանափոխության եւ այստեղի իշխանությունները այնպես չի, որ ավելի ուժեղ են, քան Եգիպտոսի, քան Թունիսի իշխանությունները, որոնք իրենց ընտրություններից 5-6 ամիս առաջ ստիպված եղան հասարակական ճշմարտ տակ հրաժարական տալ։ Այ հասարակական մոբիլիզացիան բայց տեղի չունեցավ, որը եւ ստիպեց օրինակ կոնգրեսի առաջնորդին հրապարակավ նշելու, որ կոնգրեսը այո չի բացառում նաև հերթական ընտրությունների մասնակցությունը։ Հասարակական մոբիլիզացիա կազմակերպելու համար իմ կարծիքով համար 1 խնդիրը, որը պիտի լուծի Հայ ազգային կոնգրեսը, դա իր ամբողջական հույսն ու վստահությունը տեղում ներսի միմիայն իր ու հասարակության վրա դնելով։ Կոնգրեսը պիտի մոռանա արտաքին քաղաքական գործընթացները, պիտի չնայի թե ինչ է տեղի ունենում իշխանական ճամբարում, որովհետև այնտեղ որևէ լուրջ բան չի կարող տեղի ունենալ, ու գնահատելով իրական իրավիճակը, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 90%-ից ավելին ընդդիմություն են, պիտի փորձի այդ 90%-ին համախմբել մի տեղում։ Եվ այդ 90%-ի ցանկությունն ու մոտեցումը իրականություն դարձնել։ Այստեղ ինչպեսի հարցն է։ Տեսեք, անկախ նրանից որոշ քաղաքական ուժեր ուզում են թե ոչ, բայց Հայ ազգային կոնգրեսը միակն է Հայաստանի քաղաքական դաշտում, որը կարողացել է իր շուրջը համախմբել այսքան կուսակցություններ։ Հայ ազգային կոնգրեսը միակն է, որ կարողանում է հասարակական շատ մեծ մասշտաբի քաղաքական գործընթացներ ծավալել։ Ի նկատի ունեմ հանրահավաքներ եւ նստացույցեր, ընդունեք, որ որևէ մեկը նման ռիսկի չի գնում։ Իսկ եթե գնում են, հետո բողոքում են հասարակության пассивությունից։ Իսկ կոնգրեսը անկախ հաջողված, թե երբեմն սակավա թիվ հանրահավաքներից, միևնույն է շատ ավելին է հավաքում, քան ուրիշ ցանկացած քաղաքական ուժ, որը զուտ մարդկային ուժով, քաղաքական մոտեցումներով կարող է այսքան մարդ հավաքել։ Իսկ այն մարդը, ով փոփոխություն է ուզում, իսկ Հայաստանում այդ մարդկանց քանակը մեծ է, նա ուզում է այդ փոփոխությամբ հաղթել այսօրվա իրավիճակին։ Ինքը անկախ նրանից համակրում է Հայ ազգային կոնգրեսին թե ոչ, համապատասխան կոչի դեպքում կանգնելու է Հայ ազգային կոնգրեսի կողքին։ Դրա վառ ապացույցն էին այս տարվա գարնանային գործընթացները, որ քաղաքական առումով Հայ ազգային կոնգրեսը գրեթե որևէ քայլ չէր արել, բայց հասարակությունը դուրս եկավ փողոց։ Նման հնարավորություն կոնգրեսը կարող է ինքն իր համար նախաձեռնել, ֆիքսելով որևէ ժամկետ, մոտավորապես այսպես ասեմ, ինձ համար դա մինչև մարտի 1-ն է։ Այդ ընթացքում
այցելել հանրապետության բոլոր մարզերը, սկսեց մեղրիից եւ վերջացրել նոյեմբերյանով եւ ենթադրենք, ասենք, այս ժամկետը չի քննարկվել, սա զուտ մոտեցում է, օրինակի համար եմ ասում եւ կոնգրեսում կան նաեւ այլ մոտեցումներ, որ իրենք կարող են ներկայացնել, բայց ենթադրենք բոլոր հանրահավաքներում ամեն հանդիպման ժամանակ Հայաստանում տիրող իրավիճակը ներկայացնելուց հետո հասարակությանը մարտի 1-ին հրավիրում է Ազատության հրապարակ։ Այդ օրը սեփական ներկայությամբ, ֆիզիկական մասնակցությամբ քվե ցուցադրելու։ Եվ հավատացեք, որ նման մոբիլիզացումը լուրջ հասարակական մասնակցության քանակ կապահովի։ Եվ այստեղ է, որ Հայ ազգային կոնգրեսը կարող է հստակ ասել, որ եթե իմ հանրահավաքում մասնակցել էր, ասենք, 100-150 հազար մարդ, դա նշանակում է, որ ես 500 հազար կվե ունեմ եւ ավելին։ Այստեղ է, որ բազմաթիվ քաղաքական կուսակցություններ եւ անհատներ կլինեն ներառյալ նաեւ իշխանական դաշտից, որ ցանկություն կհայտնեն կոնգրեսի հետ դաշինքային հարաբերություններ ունենալ։ Կլինեն ուժեր, որոնք կուզեն միանալ, եւ այս առումով կոնգրեսը բաց է բոլորի համար։ Եվ սա է այն ելքը, որը հնարավորություն կտա կոնգրեսին հասարակությանը համախմբել։ Դուք տեսնում եք համագործակցության եզրերը ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ, որովհետև կարծես արդեն հստակեցվում են, թե ինչ է անելու ժառանգությունը, ում հետ է լինելու ընտրություններին ժառանգությունը, ազատ դեմոկրատների մասին է խոսքը։ Այսպես վերադասավորման ընդհանուր տրամադրություններ կան։ Հայ ազգային կոնգրեսը առայժմ միայնակ է, որովհետև 16 կուսակցություններ է ի վերջո համակարգում, նաև իր կազմում եւ այլ ուժերի հետ առայժմ այսպես բաց տեքստով համագործակցության մասին չի խոսվել, բայց չեք բացառում, կա այդպիսի բան։ Իհարկե չեմ բացառում եւ քանի որ մենք հայտարարել ենք, որ մենք բաց ենք ու այստեղ համակախված են մեծ քանակության կուսակցություններ, տրամաբանությունն ասում է, որ այն կուսակցությունները, ովքեր որ ուզում են համատեղ գործունեություն ծավալել, քանի որ այստեղ մեծամասնությունն է, իրենք պիտի դիմեն։ Առավել եւս որ ժամանակին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է այդ կուսակցություններ եւ առաջարկություններ արել է։ Խոսքս վերաբերվում է թե դաշնակցությանը, թե ժառանգությանը։ Այստեղ ընտրություններին մասնակցության մոտեցումն է իմ տարբերվում։ Իմ ընդդիմադիր գործունեության փորձը ինձ հիմնավորել ու ապացուցել է մի փաստ։ 2000 թվականից ես քաղաքական գործընթացների մեջ եմ։ Մասնակցել եմ թե նախագահական, թե խորհրդարանական ընտրություններին։ Այդ գործընթացները ինձ հիմնավորել են, որ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն չի փոխվում, որովհետև Հայաստանի իշխանությունը անընդհատ հակված է իր վերարտադրության։ Հետընտրական process-ներով նույնպես խնդիրները չեն լուծվում։ Չեն լուծվում մի պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությանը միանում է նաև արտաքին աշխարհը եւ ուղղորդում է ընտրություններում հաղթած ընդդիմությանը իր հաղթանակը հիմնավորել դատարաններում եւ սահմանադրական դատարանով, ինչն էլ թուլացնում է process-ը, մերժերն էլ դառնում է անիմաստ։ Իսկ կա նաև ավելի վատթարագույն դեպքը, որը բերում է ապրիլի 12-ի կամ մարտի 1-ի։ Հետևաբար ընտրություններում իմ խորին համոզմամբ պիտի հաղթես մինչև ընտրությունը։ Դրա օրինակը մենք ունենք, թե Ղարաբաղ կոմիտեի 90-ական թվականների հրապարակում, հաղթել մինչև ընտրությունները, ընտրությունների գնալ արդեն կայացված հաղթանակ։ Այո, վավերացնելու արդեն կայացված հաղթանակ։ Եվ այդ օրինակը մենք ունենք։ Ունենք թե 90-ական թվականների Ղարաբաղ կոմիտեով, եւ այդ օրինակը հիմա ներկապահին տեղի են ունենում, թե Եգիպտոսում, թե Լիբիայում եւ թե Թունիսում։ Այսինքն արաբական այս գործընթացները հիմնավորում են նման գործընթացներով իշխանափոխության ռեալ փոփոխություններ հասնելու հնարավորության ռեալությունը։ Հանրապետություն կուսակցությունը, եթե չեմ սխալվում, պատրաստվում է համագումարի եւ գիտեմ, որ ինտենսիվ հանդիպումների եւ շփումների մեջ եք մարզերում, տարբեր գյուղերում, քաղաքներում եւ եթե չեմ սխալվում, հունվար ամսին դուք պատրաստվում եք համագումարի։ Այ ինչ ասելիք ունեք մինչև համագումարը եւ համագումարից ինչ կարելի է սպասել։ Նախ ասեմ, որ համագումարը հերթական է եւ կուսակցությունների մասին օրենքն է պարտադրում։ Երկրորդ քաղաքական պատեհության առումով հունվար ամսի վերջը եւ փետրվար ամիսը համարում ենք շատ նպատակահարմար քաղաքական գործունեությունների ծավալմանը զուգահեռ ընդհանուր ընդդիմադիր գործունեությանը աջակցելու առումով։ Եվ ասելիքներ ունենք, այո, եւ այս առումով շատ ուրախ եմ, որ համալրում կա նաեւ կուսակցություն։
Եվ համագումարը լինելու է հերթական եւ համագումարը պատասխանելու է այդ բոլոր հարցերին։ Պարոն Սարգսյան, Հանրապետություն կուսակցությունը որպես առանձին սուբյեկտ եւ որպես Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցություն, քաղաքական դաշտում ձեր տեղը որտեղ եք տեսնում։ Այն ներկա բնակում քաղաքական բազմաթիվ տարբեր այսպես երանգներ ու գույներ ունեցող կուսակցությունների այս խայտաբղետ փնջի մեջ ձեր տեղը եւ ձեր նշանակությունը որպեսզի քաղաքական բովանդակային մասին ու գաղափարախոսությանը չանդրադառնամ ես շատ հետաքրքիր մի դիտարկում ունեմ մեր կուսակցությունը իր թվականակով համարվում է ոչ մեծ կուսակցությունների շարքում մեր կուսակցության անդամների թիվը լավագույն ժամանակներում 5000-ի շրջանակներում է եղել բայց հասարակական ակտիվ գործունեությունների ժամանակ լինի դա 2004 թվականի ապրիլի 12 2008 թվականի մարտի 1 չգիտես 2003 թվականի այո 2003 թվականի նախագահական ընտրություններ խորհրդարանական ընտրություններ եւ որ տեղի է ունեցել բռնություն ժողովրդի հանդեպ ուժ է կիրառվել բանտերում հայտնված կուսակցականների առումով հանրապետություն կուսակցության քաղբանտարկյալների թիվը կազմել է ռեկորդային եւ եղել է մաքսիմում այստեղից հետեւությունս մեկն է որ մենք ճիշտ է թվականակով համեստ կուսակցություն ենք բայց ակտիվության առումով բացառիկ ակտիվ ենք եւ լուրջ ազդեցություն ունենք Հայաստանի քաղաքական դաշտում մարտնչող կուսակցություն ենք եւ ազդեցություն ունենք քաղաքական գործընթացների վրա Շատ շնորհակալություն այս հանդիպման համար պարոն Սարգսյան ես հիշեցնեմ որ իմ հյուրն էր Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ցտեսություն կհանդիպենք